Ղարաբաղից տեղահանված արցախցիներն առաջիկա օրերին վերջին անգամ կստանան բնակարան վարձելու համար պետությունից տրվող 50,000 դրամի աջակցությունը մարտ ամսվա համար։ Այսօրվանից արդեն բնակվարձի աջակցման ծրագիրը զգալի կրճատվում է եւ հաջորդ ամիս արդեն շատերը չգիտեն ինչպես են վճարելու վարձակալության համար։ Այս ձևով կրճատումը շատ աղետալի է։ Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվողների շրջանակը եւ կրճատել աջակցության չափը։ Եթե մինչև հիմա բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50,000 դրամ եւ օրինակ 4-5 հոգանոց ընտանիքը գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա այսօրվանից արդեն աջակցությունը կստանան միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները եւ կստանան ոչ թե 50,000, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30,000 դրամ։ Տաթև Խաչատրյանն իր ընտանիքի օրինակն է բերում 3 հոգանոց ընտանիքը մինչ այժմ 150,000 դրամ էր ստանում, սակայն արդեն ապրիլից շահառու կլինի ընտանիքի միայն մեկ անդամ՝ իրենց երեխան։ Չեմ պատկերացնում, թե մենք ինչպես պետք է վարձը տանք այն դեպքում, երբ եւ ես եմ աշխատում եւ ամուսինս է փորձում, իհարկե իրենը ինձպես աշխատավարձով չէ, ճարտարապետ է, ավելի շատ ոչ կայուն եկամուտ է, բայց հատկապես էս էլ այդքան էլ հեշտ տարբերակ չէ։ Մարդիկ պարզապես ասում են, որ անելանելի վիճակում են եւ նույնիսկ չգիտեն հաջորդ քայլը որն է, թե ինչ պետք է անեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասում է, արցախցիների համար ծրագրում փոփոխությունները անակնկալ չեն։ Իրենք դեռ նախորդ տարեվերջից են տեղեկացրել, որ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր է եւ կրճատվելու է, իսկ ծրագրի նպատակը արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր։ Ծրագիրը տրամաբանությունը տանելու էր ավելի երկարաժամկետ լուծումների, որը առաջարկում ենք բնակապահովման ծրագրով։ Այս պահի բնակապահովման ծրագրի շրջանակում 120 հայրենակից արդեն ստացել է հավաստագիր ու շուրջ 75 հայրենակից էլ արդեն իրադրել է հավաստագիրը, այսինքն բնակարան կամ տուն է ձեռք բերել։ Բայց դա ընդհանրապես 75-ն է եւ 120-ն է, ոսկա 100,000 մարդկանց մասին է, ովքեր դուրս են մնում։ Այո, ինչպես արդեն նշեցի, աջակցությունը միջին ու ամսական ստացել է 105,000 հայրենակից։ Նշված աջակցության տրամաբանությամբ փոփոխությունները հաշվի առնելով ապրիլ ամսից շուրջ 51,000 հայրենակից կստանա շարունակի ստանալ աջակցություն։ Տաթև Խաչատրյանն ասում է, կառավարության առաջարկած բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է եւ դա վկայում է հենց սոցիալնախարարության ներկայացրած վիճակագրությունը, որ բռնի տեղահանված եւ Հայաստանում բնակվող ավելի քան 100,000 արցախցիներից միայն մի քանի տասնյակն են մինչ օրս կարողացել պետության աջակցությամբ տուն ձեռք բերել։ Արցախից բռնի տեղահանվածները հենց իրենք են երազում ունենալ սեփական անկյունը, սակայն դրա հնարավորությունը չկա, հաշվի առնելով, որ ծրագրերը կարիքահեն չեն։ Այսինքն օրինակ իմ ընտանիքի օրինակով ես համարվում եմ շահառու 27 թվականից, բայց ինքը հիմա է իմ բնակվարձը կրճատում, թեև սկզբից իրենք ասում էին, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բռնի տեղահանված չունենա սերտիֆիկատ եւ ժամանակ այն իրացնելու համար։ Հիմա չգիտեմ ինչն է փոխվել, որ միանգամից որոշել են, որ բռնի տեղահանվածները առանց դրա էլ կարող են, բայց իրականությունը լրիվ այլ է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ զուգահեռաբար նաեւ նոր ծրագիր ներդնի սոցիալապես անապահովների համար։ Դրանով առաջարկվում է 40,000 դրամ աջակցություն տալ անապահով ընտանիքի միայն մեկ անդամին, իսկ մյուսներին 10,000 դրամի աջակցություն։ Սա դեռ միայն նախագիծ է եւ այն դեռ պետք է հաստատվի։ Եթե կլինեն հայրենակիցներ, ովքեր կունենան անապահովություն, այսինքն կգնահատվի նրանց անապահովությունը, կունենան միջին անապահովություն, այս խնդիրն էլ հաշվի առնելով նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ աջակցություն ներկայացնելու միջոցառումը։ Մեղմ ասած նվաստացուցիչ ծրագիր է, որտեղ բերել բռնի տեղահանվածին եւ սոցիալապես անապահովին հավասարության նշան դնել դրա միջև, կարծում եմ դա անթույլատրելի է, որտեղ սրանք լրիվ տարբեր կատեգորիաներ են։ Կամ պետք է մտածեմ, որ սա հարկադիր արտագաղթի ծրագիր է, կամ չգիտեմ, արդեն ընկնում ես դավադրությունների տեսության հետևից, որտեղ չգիտես ինչպես բացատրես իրավիճակը։ Արցախցիները նաև բնակվարձի աջակցության ծրագրերը շարունակելու պահանջով մի քանի օր է արդեն նստացույց են սկսել Ազատության հրապարակում։ Կառավարությանը 12 պահանջ են ներկայացրել Արցախի հարցը օրակարգից չհանելուց մինչև ավելի իրական ու հասցեական աջակցություն։ Կառավարությունից դեռ նստացույցի պահանջներին չեն արձագանքել։